Իջևանի համայնքապետարանի եւ Բրիջիտ Բարդո միջազգային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ համայնքում իրականացվում է թափառող կենդանիների ստերջացման եւ ստերիլիզացման ծրագիր անվճար հիմունքներով։ Ստերիլիզացիայի են ենթարկվել փողոցի թափառող կենդանիները, նաեւ ընտանի կենդանիները բնակիչների ցանկությամբ։ Աշխարհի տարբեր անկյուններից Իջևանի համայնքապետարանի հրավերով Հայաստան են եկել կամավորներ, իրականացնելու թափառող կենդանիների ստերջացման եւ ստերիլիզացման ծրագիրը։ Կարևոր է, որ համայնքում կա այս վերաբերմունք թափառող կենդանիների նկատմամբ։ Բնակիչները եւ համայնքը հետաքրքրված են թափառող կենդանիների ճակատագրով։ Մեր խմբերը զուգահեռաբար աշխատում են նաեւ Հայաստանի այլ քաղաքներում եւ այս պահի դրությամբ իրականացվել է մոտ 80 կենդանու ստերջացում, մասնագիտացված անասնաբույժների կողմից, անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ։ Բրիջիտ Բարդո հիմնադրամն արդեն երկար տարիներ զբաղվում է վայրի եւ ընտանի կենդանիների պաշտպանությամբ, կառուցելով ապաստարաններ, իրականացնելով կենդանիների պաշտպանության նախագծեր։ Իջևանում աշխատանքների շրջանակում հիմնադրամի մասնագետները նաև հանդիպումներ են ունեցել քաղաքի դպրոցներում, անցկացնելով բարության դասեր։ Ուրախ եմ գտնվել Հայաստանում եւ խոսել հայ երեխաների հետ բարության մասին, ինչպես վարվել կենդանիների հետ, ինչպես վարվել բնության եւ շրջակա միջավայրի հետ։ Սրանք կարևոր թեմաներ են, որ պետք է զրուցենք մեր երեխաների հետ։ Այսչափ բարություն, հոգատարություն, որ կա հայ երեխաների սրտերում, մեզ ջերմացրել է։ Նախաձեռնությունն իրականացվում է կենդանիների բարեկեցության եւ հանրային առողջության պաշտպանության նպատակով։